Օբյեկտիվորեն դուք հավատում եք, որ մենք վերադառնանք Արցախ։ Եթե սկսեմ չհավատալ, իմ կյանքում մի հատ շատ մեծ իմաստ կպակասի, որովհետև Արցախը մեր հայրենիքն է, Արցախը պիտի մերը լիներ։ Ես նույնիսկ այն 7 շրջանների մասին նման վերաբերմունք ունեմ, այսինքն ես այդքան էլ կողմնակից չէի, որ 7 շրջանները հանձնվեր մենակ լղիմ տարածքը մեզ մնար, բայց ինչև է, նույնիսկ եթե դա էլ մի կողմ թողնենք, իմ համար մի հատ կյանքի իմաստ կպակասի, ապրելու իմաստ կպակասի, եթե սկսեմ մտածել, որ թեկուզ 10-20 տարուց Արցախը մենք չենք վերադարձնելու, որովհետև աշխարհում անդադ տեղի ունենում նաև քաղաքական տարբեր փոփոխություններ, այս պահին եթե ինչ-որ աշխարհաքաղաքական ուժերի համար գուցե ձեռնտու էր, որ ամեն ինչը սենց դասավորվեր ու դա նաև էդ էլ նպաստեց, որպեսզի պատերազմը այս ելքը ունենա, կարծում եմ կարող է գա մի հատ վիճակ, որ հակառակ պատկերը կլինի ու մենք պիտի օգտվենք, բայց դրան պետք է պատրաստվել։ Նախ եւ առաջ մտավոր ձևով է պետք պատրաստվել, այսինքն հիմա հակառակն է արվում։ Հիմա մեզ փորձում են նենց անել, որ մենք Արցախը մոռանանք, չհամարենք հայրենիք, Արցախը մերը չի եւ այլն։ Չէ, մենք պիտի նախ մտավոր կարողանանք սերունդներին պատրաստենք, որ Արցախը մերն է ու պիտի վերադարձվի, ամեն մեկս մեր գործով, կրթության, մշակույթի եւ այլ մակարդակով, եւ պիտի բնականաբար շատ հզոր ձևի զինվենք։ Բանակը պիտի լինի առաջնային, անվտանգային եւ ռազմական հարցերը պիտի լինեն առաջնային։ Ես համաձայն եմ, որ ինձնից մի բան պոկեն տանեն, բայց դա արվի բանակի համար։ Դա պիտի բոլորը այդ գիտակցումը ունենան, որ կարող է մենք մի քիչ նեղություն էլ կրենք ինչ-որ պահի բան, բայց բանակը պիտի նենց զինվի, որ դառնա տարածաշրջանի լավագույն բանակներից մեկը։